Հետևորդներ, բարի լույս ես։ Տանից դուրս եմ եկել շատ տաք հագնված։ Եղանակը ցուրտ էր, անձրևոտ էր ցույց տալիս օրը, նույնիսկ անձրևանոցով, այսպես տաք հագնված դուրս եմ եկել, դե արագ էլ քայլում եմ։ Շատ շոկ եմ, մարդիկ արդեն շատ թեթև են հագած։ Վաղվանից ջերմաստիճանը որ պիտի բարձրանա, արդեն փաստորեն դրա նշաններն էլի, նախորդ երեկոյան սկսում է տաքանալ։ Մի խոսքով արև է, մեկ դուրս է գալիս, մեկ չէ, բայց եղանակը շատ տաք է, ես էլ շատ տաք եմ հագնում եմ, մեռա է շոկից, նույնիսկ այսօր սպորտային կոճկին եմ հագել, որ սովորաբար չեմ հագնում։ Դե օրս սովորականի նման անցավ։ Նորից մոտիվացիա եմ ձեզ տալիս, սիրելիներս, նախաճաշս չիայի սերմերը վարունգի հյութի հետ։ Երեկոյան ջրով խառնել էի չիայի սերմերը, առավոտյան արդեն ինքը լավ այդպես տրոզել էր, շատացել էր, խառնեցի վարունգի հյութ եւ այսպես շատ համեղ, կարելի ասել խմեցի կամ կերա։ Սա էլ այսօրվա առողջարար աղցանը, բազուկը քերել եմ, լցրել եմ, հիմա անկույզը չոփչոփիկով արեցի, որպեսզի շատ մանր չլինի։ Եվ ավելացնեմ մի փոքր սխտոր համեմ և ձիթապտղի յուղ։ Արդեն պատրաստ է, մի փոքր սև պղպեղ ավելացրեցի, այսպես մի քանի րոպե կմնա և արդեն համերը լրիվ կխառնվեն իրար ու շատ համեղ, առողջարար աղցան։ Լի մոտիվացիա ինձ եփել այսօր, վերմիշել եմ պատրաստել աղացած մսով, շատ համեղ է, փորձեք։ Դե հիմա էլ գնումները ցույց տամ, բնականաբար բանջարեղեն, սպանախի տերևներ են, գազար, թխվածք, վարունգ, լոլիկ, ավոկադո, այստեղ կարագ, թթվասեր, սա կարծես թե տնական թթվասեր լինի, շատ լավն է, տարբերվում է մյուսներից, չնայած այստեղ կաթնամթերքը շատ համեղ է, հունական մածուն, շոկոլադե այդպես մուս, կոնֆիտյուր, սուրճի տեսակներ ամենքիս համար և ձու այսպես սև հագուստի համար նման լվացքի հեղուկ և արդեն ամանների հեղուկ։ Կեռասի սիրահարների համար հատուկ, ես ինքը շատ եմ սիրում և շատ լավ հասած էր, տեսեք հլա, շատ քաղցր էր, արտակարգ կեռաս էր։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, օր է փոխվել, գնացել էի էսթետիկ խնամքի, հիմա եկա խանութներ մտնելով այսպես, գնում եմ տուն, գործեր ունեի, հանդիպեցի իմ լավ հետևորդ մարդկանց հետ, հաճելի է, երբ քայլում ես ու ծանոթ ես տեսնում քաղաքում, շատ լավ օր է, շոկ է, գնում եմ տուն ու տանից դուրս եմ գալու, բայց երևի արդեն ավելի թեթև կհագնվեմ, ասեցի չէ, որ մեզ մոտ արդեն շատ շոքեր են լինելու, որն էլ հիմա հենց զգացվում է, ճիշտ է ես շատ թեթև եմ հագել, բայց բանից պարզվում է էլի շոք է։ Մի քանի գնումներ եմ արել ռուսական խանութից, տանը ցույց կտամ և եթե ժամանակ ունենամ, մի բան էլ կտխեմ, շրտավոր խմոր եմ արել առաջին անգամ ռուսական խանութից, ասում են որակը լավն է։ Մի խոսքով սիրելիներս գնանք տուն, առևտուրը ցույց տամ, տանից դուրս գամ, հետո հանգիստ կնստենք, կզրուցենք։ Ամենակարևոր բանը, որ մոռացա ասեմ, օրը սկսել եմ շատ հետաքրքիր ձևով, առավոտ շուտ արթնանալուց հետո տեսել եմ, որ ինձ բարի լույսի հետ շատ հետաքրքիր ակրոստիկոս են ուղարկել, հիմա կտեղադրեմ, դուք էլ կնայեք և կփորձեմ անգիր ասել, տանը մի հատ կնայեմ էլի, որովհետև կարդացի հուզվեցի,
Մի խոսքով սիրելիներս, եմ որ ասում լավություն արա, ջուրը գցի, թեկուզ ջուրը մի գցի, բայց լավություն արա, միշտ եմ ասում բարի եղեք, դրա պատասխանն եմ էլի ստանում, որքան հնարավոր է փորձում եմ օտար հողում մարդկանց ինչ-որ մի բանով օգտակար լինել և մարդիկ իրենց շնորհակալությունն են հայտնում, ես էլ դրանից լավ եմ զգում։ Այգաբացդ շողերով սերդ սփռեց ամենուր, յասամանի բույրովդ ազգս գերվեց շարմովդ։ Ահա, այս է ռուսական խանութի իմ գնումները, գնել եմ վարսակի փաթիլներ, ժելատին, երկաժամանակ չեմ օգտագործել, չգիտեմ լավ է հիմա թե վատ, բայց կկարդամ նոր կօգտագործեմ, խմելի սունելի, կաթնաշոր և այս խմորի մասին էի խոսում, 2 հատ է 400 գրամանոց և գինն էլ մատչելի է, 2 քանիս էր կարծեմ, թե 4 քանիս, այս քանին տվել եմ 10 եվրո և մի քիչ, մոտ 11 եվրո, երևի թե 4 քանիս էր, բայց էլի էժան է, կես կիլոին 2 եվրո եմ տվել էլի, այսպես նայենք, 400 գրամին, 2 եվրո, փորձեմ, եթե լավը կլինի, կարելի է վերցնել ուղղանկյուն ձև ունի, որը որ ես սիրում եմ, հիմնականում կլոր են լինում։ Բարին խանութ հանդիպեց, չէի տեսել երբեք, երբ Գամբետայից գալիս ենք դեպի քաղաք, հենց Գամբետա փողոցի վրա դեսկոտաժ խանութ էր, ամեն ինչ էժանացված էր։ Ես ուրեմն ուզում եմ այս կոչի մասին ասել, որ ուղիղ 2 օր առաջ ես այս մեկին տվել եմ 3 եվրո, իսկ ինչպես տեսնում ենք այստեղ 2 հատը 1.50 էր, որ շատ էժան էր, ես գնեցի։ Ահա իմ գնացը 3 եվրո էի տվել։ Սիրելի հետևորդներ, մոտիվացիա եմ տալիս, տեսեք ինչեր պատրաստեցի, եկել եմ տուն, արագ-արագ պատրաստել եմ։ Դուք էլ պատրաստեք և տեսեք, թե մեր դուրը թխկացրեցին և ինչ բերեցին մեզ ներկայացրեցին։ Դուրս է գալիս, որ այստեղ խոհանոցում պիտի 3-ից 4 աղբար կղունենամ, տեսակավոր եմ աղբը, որից հետո արդեն համապատասխան տեղերում տանեմ թափեմ։ Պատկերացնում եք, այստեղ պիտի լցնեմ մթերքների մնացորդները, հիմնականում մրգերի, բանանի, ասենք կլեպը, խնձորը կամ ցանկացած միրգ, ոսկորները, փշերը, մսերի, ձկների փշերը, մի խոսքով նման բաները պիտի լցնեմ ստեղ։ Պատկերացնում եք, ստեղ դա առանձին պիտի լցնեմ, դե բնական է պիտի սպասեմ, որ մի քիչ լցվի, ամառվա օր 4 հատ աղբարկը, խոհանոցը փոքր, թեկուզ փոքր էլ չնի, 4 տեսակ աղբարկը պիտի դնեմ և տեսակավորեմ, թե ինչ են մտածել, չհաշված շենքի դիմաց կա ապակետարանների արդեն մեծ արկղ, այդտեղ դե տանում եմ, արդեն քանի ամիս է, տանում եմ ես այդ ապակետարանները, այդտեղ եմ լցնում, դա հասկանալի է, չոր այդպես կամորն է, որ կեղտոտ է լինում, լվանում եմ, տանում եմ։ Հիմա մյուսների հարցն է, իսկ նրանք ինչի էլի, որպես ինչ, միթե հնարավոր չէ, կարտոնները առանձին են լցնում, պլաստիկն առանձին են լցնում, ես չեմ հասկանում, արդեն են հիմնական իմ աղբարկի մեջ ինչն եմ լցնելու։ Նման բաներ շատ են անում, սա երևի աղբը վերամշակելու համար է հասկանալի, բայց դե Եմ որ ասում է, օրը քնում են առավոտյան մի բան որոշում ու այդ օր ենք հանում էստեղ է։ Եղանակը շատ լավն է, բայց անպայման փոխելու եմ, վերնաշապիկս արդեն հանեցի, հիմա գնամ փոխվեմ, երևի թե ինչ-որ զգեստ հագնեմ, շոր հագնեմ, որովհետև շատ շոկ է, հատկապես երեկոյան շոկ է և վաղն էլ արդեն, որ ջերմաստիճանը պիտի բարձրանա, ավելի է շոկելու։ Դե այս պահի համար այսքանը սիրելիներս, ես 2 փոքրիկ ծանոց ունեմ էլի, փաթեթավոր եմ տանեմ գցեմ ու ուղարկեմ պատվիրատուին, կհանդիպենք։ Ժոր ջան, եկա ծանոթներս գցեցի, միացա, որ ձեզ ցույց տամ,
իմ նոր ակնոցները, որ նվեր եմ ստացել իմ սիրելի սկզբում հետևորդ, հիմա արդեն հետևորդ ընկերուհի Աննայից։ Տեսեք, սազում է, ինչ թվում է սազում է, ապրես Աննա ջան, շատ է լավն է։ Այսպես ժողովուրդ ջան, գցեցի մենակ սա հագաթեթև, հիմա գնում եմ էլի, տեսնեմ ուր եմ գնում։ Ջույն սիրելի հետևորդներ, ոնց եք, լավ եք։ Ես առավոտից խառը գործեր, հիմա էլ եկել եմ, էլի գործերով ծանոթներ է ուղարկում, փակեր այդտեղը, գնացի տարա ուրիշ տեղ, մի խոսքով խառը գործերով դուրս է եկել, ահա որ շոկ է, չնայած շատ լավ շոկ է, սիրում եմ շոկը, այնքան շոկ է, որ տեսեք ինչքան թեթև եմ հագնվել, փողոցը անցնեմ և շարունակեմ միտքս։ Առավոտից տան խառը գործերով, շատ այսպես այնպիսի գործերով, որ մտքովդ չի անցնում, չես սկսում ես անելու, դրանից անցում ես այն գործը, մի խոսքով շատ գործեր արեցի տանը։ Շոր ջան, տեսեք հլը ինչ վիճակի մեջ է իմ ջեռոցը։ Ընդամենը մի անգամ 3 ջեռոցում բան եմ պատրաստել ու այս վիճակն է։ Ինձ թվում է շարքից դուրս է եկել։ Կարելի է մտածել նոր ջեռոց ունենալու համար, հիմա իհարկե դեղ եմ փչել, տեսնեմ ինչքան կմաքրվի, բայց խորհուրդ տվեք, նման հարմար ինչ ջեռոց կարելի է վերցնել։ Ես ապրում եմ Ֆրանսիայում, չմոռանաք, Ֆրանսիայի իմ հետևորդներ, սա իբր թե բոշ էր, բայց փաստորեն այդպես չէր։ Լավ մաքրել եմ, բայց օգուտ չկար, հիմա այստեղ լցրել եմ հեղուկ մաքրող, տեղը տեղին գոլոշով եռացնում եմ, չնայած միացրել եմ այս օդափոխիչը, բայց երևի անջատ եմ, մի քիչ էլ այդպես մնա, տեսնեմ փոփոխություն կլինի թե չէ, փաստորեն չէ, այդքան շատ փոփոխություն չկա, դե իհարկե մի հատ լավ մաքրել եմ նյութով, բայց չէ ժողովուրդ ջան, պետք է անպայման փոխվի։ Ահա, այսքան բան ստացվեց, այլ կերպ հնարավոր չի, և այսօր վերջին անգամ այստեղ նապալյոն կտխեմ, ցից կազատվեմ ժողովուրդ ջան։ Ահա։ Թող մի քիչ այսպես բաց մնա, որից հետո գործս կանեմ ու արդեն իրականում կտեսնեք, որ փնտրում եմ արդեն նոր նորմալ ջեռոց։ Գործեր, անսպար գործեր, ահա։ Բաղնիքի լվացանը դե անպակաս ամեն օր եմ ակրես, էլի կեղտոտ կլնի, ահա, այս էլ այսօր։ Հիմա էլ անց հյուրասենյակ, գորգը մի լավ այսպես մաքրեմ, որից հետո կլվանամ արդեն, ամբողջ բնակարանը փոշիներից կազատեմ, քանի որ արևոտ ու պայծառ եղանակ է և տրամադրում է գործ անելուն։ Տեղը տեղին հավեսով գործ եմ անում և արդեն կտեղափոխեմ մյուս սենյակները, որից հետո որոշել եմ դուրս գալ տանից, իհարկե կգնանք միասին, և ծանոթներ ունեմ գցելու, և կգնանք նաև գնումներ անելու։ Մի քանի խանութ կա, որ պիտի այսօր անպայման մտնեմ։ Պլանես մի քիչ խախտվեցին, որովհետև մի բան պատմեմ ձեզ, ինչու էլի խախտվեցին։ Բարեկամ այդ փոստով, այդ ծառայությունով ես անցած տարի բան էի, չէ ուղարկե, դեղ կար մեջ է, դեղը բանից բազմա չի թույլատրվում Հայաստանում։ Ում ուղարկել էի, որ վերցներ, այդ խեղճ երեխուն կանչել են հարցաքննության։ Հետո բան չէին ասել, հիմա նորից վեր են սկսել այդ հարցականությունը, այդ դեղերը վերցրել են։ Բայց այդ դեղը ես հարցրել եմ բարեկամ այդ կազմակերպությանը, կարելի է, կարելի չի, ասել են կարելի է։ Իրենց ոչ իմանալու պատճառով այսպես փաստի առաջ են կանգնել։ Մի խոսքով այսօր արդեն վերջապես քննիչի հետ խոսեցի, թե ով է իրենց ուղարկել եմ իմ դեղատոմսը, անձնագիրս ուզեց դեղատոմսս, դե ես Հայաստանի քաղաքացի եմ, բացատրեցի, ասма հասկանալի է, բայց բաներ կա, որ ստեղ չի թույլատրվում։
Մի խոսքով այդպես խառը գործեր այդ դեղատոմսն չէի գտնում, լավ էր հələ գտա, սովորություն ունեմ էլի դեն գցելու, հենց լռանում է, թե ինչ լավ էր պահել, սիրտս վկայել էր։ Մի խոսքով այդ դեղատոմսը միջև գտա, միջև էս կողմ, միջև են կողմ, այդպես դուրս եկա այդ ծանոթները տարա։ Ընկերուս հետ հանդիպեցի, խմելությունելի էի գնել, ֆրանսիացի ընկերուս տվեցի, ինքը քարի է օգտագործում, այդ քարի մեջ դե խառնա, չէ, էլի տարբեր համեմունքներ են, այդպես հավանել էր, ասի խմելությունն է լինել այդ տիպի, գտամ դու էլ կօգտագործես։ Այդպես, ուրեմն էլ ինչ եմ արել, էլ գրեթե բան էլ չեմ արել, ժողովուրդ ջան, սրճանում սուրճ եմ խմել, բայց այնքան զբաղված էի, այնքան վազքի մեջ էի, չնայած ընկերուս հետ եմ նստել խմել, որ չկարողացա ձեզ միանամ, խոշել էի խանութ մտնեի, բայց քանի որ 7-ին են փակում, հիմա ժամը 6-ն է, ժամանակ չի լինի, պիտի գնամ այդպես փորձեմ։ Երեք հետաքրքիր դա էր, որ այդ Քրիստին լողում ինչ ճանաչում հետ աշխատող անցնում է, նայելով նայում աբարում ասի վաղը կգամ կփորձեմ ինչ-որ մի բան, լավ զեղչեր կան, արդեն խանութներում զեղչեր են սկսվել, 25-ին մեծ զեղչերն են լինելու, հիմա նախորոք այդպես զեղչեր են անում ու էլի լավ բաներ կարող ես գտնել ավելի, քան լավ ուժեղ զեղչերի ժամանակ, ասեմ ձեզ իմացեք։ Առանձնապես ես շատ բաներ չունեմ գնելու, ուղղակի դե որ զեղչեր են լինում, անպայման գնում ենք, էլի նայում ենք։ Ողջույն ձեզ սիրելի հետևորդներ, հուսով եմ բոլորդ լավ եք։ Ես նույնպես լավ եմ սիրելիներս։ Օր է փոխվել, արդեն պարզ է, եւ այսօր առավոտյան վերջապես թխեցի Նապոլեոնը։ Հիմա սուրճ եմ դրել, ուր որ է սուրճս կլինի, գնամ բերեմ, միասին սրճենք և մի փոքր զրուցենք, կարծում եմ համամիտ կլինեք ինձ հետ։ Նախ ներկայացնեմ ձեզ իմ նախաճաշը, ձու եմ խաշել ավոկադոյով, որից հետո արդեն թխել եմ առաջին գունդը, որը մինչ կհովանա, երկրորդը արդեն ջեռոցում է։ Երեկոյան էի պատրաստել կրեմը խտացրած կաթով և կարագով եմ պատրաստել, նման տարբերակով շատ համեղ է, բայց մեկ տուփը եփված եմ օգտագործել և մեկը ոչ, այսպես շատ համեղ կրեմ է ստացվում, բնականաբար դե վանիլին էլ եմ ավելացրել, սառնարանում էր, հիմա հանել եմ, առաջին շերտի վրա քսեցի կրեմը, միացրեցի երկրորդ շերտը, ամբողջությամբ պարզ է արդեն քսել եմ և փշրանքներ եմ լցրել երեսին, կդնեմ սառնարան մի քիչ կմնա, որից հետո արդեն կմատուցեմ։ Որի անունը չգիտեմ ինչու են Նապոլեոն դրել, սա ֆրանսիական թխվածք է, անունը միլֆոյդ է, եթե փորձեմ թարգմանել 1000 թերթիկ, թերթիկները դե շատ է լինում։ Ես էլ այդ ռուսական խանութից գնաց խմորով եմ թխել, նայում եմ, բայց ցանկություն չունեմ ուտելու, մի փոքր երևի փորձեմ ուտել, շատ համեղ կրեմ եմ պատրաստել։ Չգիտեմ նույնիսկ խմորը ինչով են պատրաստել, մարգարինով է, կարագով է, վրան գրած չէ, օրինակ Ֆրանսիայում որ վաճառում են, գրված է վրան, որ մարգարինով է, ավելի ճիշտ նշված է, որ կարագով է, արդեն պարզ է։ Հիմա ես արդեն տեղավորել եմ սառնարանի մեջ, մինչև արդեն լավ ներկծծվի և ուզում եմ ձեզ մի բան ասել, որ ընդհանրապես ես կրեմով թխվածքների սիրահար չեմ, արդեն դուք գիտեք, ոչ միայն հիմա, որ ես անցել եմ առողջ սննդակարգի, դե աշխատում եմ այդպես լինի, արդեն դուք տեսնում եք, որ ես մի փոքր էլ նիհարել եմ, դեռ չեմ կշռվել, ուզում եմ մի քիչ ավելի ուշ կշռվել, բայց հիմա ես ձեզ կպատմեմ, թե ինչու ես կրեմով թխվածքներ չեմ ուտում, ոչ թե որ հիմա ես առողջ սննդակարգի եմ անցել, այլ ընդհանրապես ես սիրահար չեմ։ Ես ավելի սիրում եմ, ասենք թե բուլկի, ավելի հաճույքով կուտեմ, քան հիմա որ պիտի ուտեմ այս Նապոլեոնը և շատ կրեմով թխվածքներ։ Տարիներ առաջ երբ դեռ ուսանող էի, իմ ընկերուհու տունը շատ մոտ էր մեր ինստիտուտին և 40 րոպեանոց էր դասամիջոցը բավականին երկար էր։ Երբեմն ես գնում էի իրենց տուն միասին սուրճ խմելու։ Մի օր էլ գնացել եմ սուրճ խմելու և իր քույրը Նապոլեոն էր թխել, տվեց որ ուտեմ, ուրեմն այնքան շատ էր կրեմը,
կամ ինձ թված, որ շատ է, միգուցե։ Ամեն դեպքում իմ տպավորությունը այդպիսին էր, ես հենց այդ կրեմը կծեցի Նապոլեոնի այդ կրեմի առատությունից վատը զգացի, այդ ձեր բառեր չասեմ, սնունդին չի կարելի, չէ՞ ասել։ Այդպես վերջ դրեցի կրեմով թխվածքներին, շատ երկար տարիներ չեմ կերել։ Երևի սկսել եմ ուտել արդեն մոտ 40 տարեկան ժամանակում, բայց ոչ ամեն ինչ, եւ ամեն ուտելուց հետո ինձ վատ եմ զգացել, ինձ դուր չի եկել։ Հիմա նույնպես, եթե նույնիսկ նկատում եք իմ խոհանոցային տեսանյութերում այդքան էլ շատ չկա, եւ առօրյա իմ վլոգների մեջ այդքան էլ շատ ես չեմ ներկայացնում կրեմով բաներ։ Չնայած Կարինը սիրում է, երբեմն որպես կրեմով թխված ես պատրաստում եմ կարագով եւ խտացրած կաթով համեղ կրեմ, ինքը այդպես էլ է սիրում եւ նույնիսկ հացին քսելով շատ լավ է իրեն զգում, թխվածքի տեղ անց եմ կացնում։ Հիմա այսօր ես պիտի փորձեմ ուտել, չգիտեմ, համեղ կլինի, թե չի լինի, տեսքը վատը չէր, խմորը բարձրացավ, ճիշտ է անցքեր է արել պատարակ հողով, որ շատ չբարձրանար, հասցներ թխվեր։ Եվ արդեն գիտեք ջեռոցի պատմությունը, թե ինչ է մանելու, վերջին անգամ թխեցի, չնայած այդքան էլ ինքը միշտ լավ չի թխել, բայց այս անգամ կարծես թե հրաժեշտ էի տալիս, լավ ստացվեց։ Մի խոսքով սիրելի հետևորդներ, համտեսում ենք։ Շատ խրխրխան, խրխրխան։ Բայց ինձ թվում է ձեթով է պատրաստված այս շերտավոր խմորը, համ եմ զգում։ Շատ համեղ է ստացվել ժողովուրդ ջան, բայց այսքան էլ չեմ ուտի։ Սիրելի հետևորդներ, որոշեցի ձեզ համար արտասանել Պարուր Սևակի ապրել բանաստեղծությունը, որը խնդրել էր ինձ իմ լավ հետևորդը, եւ տանից դուրս գալուց առաջ ուզում եմ չնայած անգիշ չգիտեմ, բայց կփորձեմ օգտվել, այդպես օգտվելով կարդալ եւ ակամայից հիշեցի, երբ տարիներ առաջ ես միջոցառում էի անում Պարուր Սևակին նվիրված իմ դասանի Մարգարիտան ընտրել էր հենց այս բանաստեղծությունը եւ շատ լավ էր արտասանում, մինչեւ հիմա ականջներից մեջ է դեռ նրա ձայնը, փորձեմ ես էլ նրա նման լավ արտասանել, չնայած դա կախված է մարդու տոնից, առոգանությունից, ամեն դեպքում իրականում կկարդամ եւ կփորձեմ մատուցել իմ ձևով։ Վերջում դուք կգրեք ձեր կարծիքները։ Ապրել, այնպես ապրել, որ սուրբ հողդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը։ Ապրել, այնպես ապրել, որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը, ու թե հանկարծ անպետքություն քեզ համարես, թե ինքդ քեզ արհամարես ու համարես, քեզ հետ վիճի, քեզ չզիջի, համբերատար քեզ հետ խոսի, հակառակում քեզ համոզի, ինքը հզոր հանրությունը։ Ապրել, այնպես ապրել, որ ուրիշի խինդով խնդաս, որ ուրիշի ցնծությունով ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս, լինես, մնաս ամենքի հետ, նրանց կամքին հպատակվես, եսդ խառնես մեծ մենքի հետ, նրանց ցավով լուր տապակվես, տրվես նրանց լույսի նման և չխաբես հույսի նման, արշալույսի նման բացվես նրանց համար, վերջալույսի նման բացվես նրանց համար, թե լաց լինես նրանց համար, թե բաց լինես նրանց համար, թե հաց լինես նրանց համար, հոգևոր հաց, քեզ նրանցով կյանքում զինես և նրանցով կյանքում լինես ոգևորված, և նրանցով կյանքում լինես թույլ կամ ուժեղ, և նրանցով կյանքում լինես բույլ կամ մժեղ, թշվառ ինչպես անապաստան, հարուստ ինչպես լայն տափաստան, ապրել այնպես, որ նրանց հետ մտնես անպես և նրանց հետ շանթարցակվես,
Մեկտեղ հանկարծ ընդարձակվես, մեկտեղ դառնաս գունդ ու կծիկ։ Մեկտեղ բացվես, մեկտեղ փակվես, ինչպես նամակ եւ կամ բացիկ։ Ապրել, ապրել, ապրել մեկտեղ, կյանքդ խառնել նրանց կյանքին, տառապանքդ տառապանքին, ջանքդ ջանքին, ցանքդ ցանքին եւ ենթարկվել նրանց կամքին, նրանց կամքն էլ քեզ ենթարկել, դառնալ եւ շանթ եւ շանթարգել։ Դե այսքանով ավարտում եմ իմ տեսանյութը, առողջ մնացեք ինձ հետ, կհանդիպենք, առայժմ, բոլորիդ։ Դու սիրելի հետևորդներ, ահա որ շոկ է, ասի ցույց տամ տեսեք, ոնց եմ գնում, գործի են կանչի այսօր գնում եմ, շոկը ահա որան, դրա համար գլխակ դրեցի, այնքան արևապաշտպան կրեմ եմ գցել, չեք պատկերացնի, շատ շոկ է, դե լավ, մի իսկականից տեսանյութը ավարտվեց, լավ մնացեք, կհանդիպենք